Զգացի, որ ուղիղ ինչ-որ խանգարում ստանամ, անբնական ձայներ կհանեի, անբնական հեռուստացույցի հետ կխոսայի, ու զգացի, որ չեմ կարող նայել, ու դորից հետո ոչ մի մրցում չնայեցի, ամեն մրցումից 1,5 ժամ առաջ կգնամ եկեղեցի, այն կանգնստեմ մինչև կվերջանա, վերջանալուց հետո նոր գիտեմ, որ այդ ժամին կվերջանա, այդ ժամին տուն կգամ։ Աղոթքներ, հա, ցանկանում էինք, որ նորից մտները սպորտ, բայց բժիշկներն որ գցեին, թե սպորտ չի վերադառնա, այդպես է կմտածեի, բայց Նազիկը ասեց, որ ես պետք է վերադառնամ ու հաղթանակի հասնեմ։ Ինքը հաղթանակի մտկով էր մտել սպորտ։ Ինքը գսեր ես պետք է որ մտել եմ, ուրեմն պետք է հաղթեմ։ Հաղթանակի նպատակով եմ մտել այդ սպորտ նորից։ Իր համար էլ շատ ծանր էր ու ինչ որ սպես անընդհատ հոգոցաներ, թե կարոտել եմ զալը, կարոտել եմ երեխանքը, ընդհանրապես չէր նայե շտանգա։ Ինքը չէր նայե ծանրամարդ, գսեր շատ ծանր էր իր համար։ Գսեր չեմ կարող նայել, որ չեմ կարող վերադառնալ։ Իր համար ծանր էր, չէր ուզում նայել։ Հբարդություն, որ ինքը նորից սպորտ է վերադարձել, ճիշտ է ծանր է, իր համար էլ է ծանր, մեզ համար էլ է ծանր, որ փոքր երեխին ինքը թող է նորից գնացել է սպորտ է մտել, իր համար էլ է ծանր, մեզի համար էլ։ Բայց այս պահին հբարդություն է, ուրախություն է, որ ամբողջ ինքը ուրախացրեց ամբողջ հայ ազգին։ Դիք մենակ մերը չէ, որի կողքից կանցնենք, կսերի քուգը չէ մենակ, գիտես մերն էլ է, մեր ամբողջ հայ ազգի ուրախությունն է։ Այսօր ինքը կանգնած էր այնպիսի տղաների կողքին, որ մեր հայոց բանակը կպահեն երեխաները, իրանց փառք ու պատիվ, իրանցով ենք մենք այսօր սպես լավ հաղթանակներ տոնում, իրանք են կանգնած, որ մենք կարող ենք քնել։ Ինքը 4 տարեկանից գիմնաստիկա է պարաբե, հետո դարձրեց ագրոբատիկա, Ինստիտուտ ընդունվավ, առաջի կուրսեր, նոր գնաց ծանրամարդ, այն ժամանակ ամբողջ ինտերվյուներն էլ գիտեն, որ ես դեմ էի, չէի ուզում, բայց հետո հաջողությունների հասավ, մտածեցինք, որ իր բախտն է։ Զգացողությունները միայն հբարդություն էր, հբարդություն, հուզմունք, որ ունես այդպիսի, չգիտեմ, արյունակից այդպիսի քույրիկ, որը կարող է ամբողջ Եվրոպայում ծածանել հայկական տրոշը, հնչեցնել հիմնը։ Պարապմունքների ընթացքից տեղյակ էի այնքանով, երբ որ ինքը զբորների չերեղնի, մենք պարաբեինք իրար հետ, դե պարապմունքները շատ քրտնաջան էր մարդական տրամադրությամբ, մրցման տրամադրությամբ, դե արդարացրեց էլի իր պարապմունքները։ Ես չէի էլ ուզում, որ ինքը վերադառնար, որովհետև իր վնասվածքը շատ լուրջ վնասվածք էր, այդ ժամանակ, որ ինքը վնասվածքը ստացել էր, անգամ բժիշկները մտածում էին, թե ուզում էին պայքարեին, որ ինքը կարողանար քայլել, թե չէ։ Դե դրանից ելնելով ես չէի էլ ուզում, որ ինքը վերադառնար, բայց դե տեսակ բոլորիս ապացուցեց, որ ինքը ոչ միայն, չգիտեմ, կարող է լիարժեք կյանքով ապրել, այլ նաև կարող է բարձրանալ հարթակներ, նորից գրավել իր չեմպիոնական տիտղոսները։ Նասջան, Estes şadımsın. Ay Nazcan. Champion.